Պարոն Մամիջանյան, Եվրանեստի Ադրբեջանի պատվիրակության եւ Վրաստանի պատվիրակության, այսպես ասած, չմասնակցելը հիմա որ գնում է խորհրդարանում, Ադրբեջանի հիմնավորումն այն է, որ Եվրախորհրդարանի շատ պատգամավորներ, այսպես կասկածի տակ են դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չգիտեմ, որպես նաեւ ԵԽԽՎ մեր պատվիրակության անդամ, իհարկե մի քիչ տարբեր է, որն է իրենց հիմքը, որ եվրոպացի պատգամավորները օրինակ Արցախահայերի իրավունքների մասին եւ ինչպես է գնահատում խաղաղության դարաշրջան են բացում, բայց հրաժարվում են Հայաստան գալ։ Տեսեք, նախ ԵԽԽՎ-ն ու ԵԽ-ն իրար հետ ոչ մի ընդհանրություն չունեն, որևէ կապ չունեն եւ այս դեպքը ԵԽԽՎ-ի տեսանկյունից վերլուծել հնարավոր չի։ Ես զերծ կմնայի ճիշտն ասած մեկնաբանել այս գործընթացը հայ-ադրբեջանական հարաբերությունների տրամաբանության մեջ եւ առավել եւս հայ-վրացական հարաբերությունների տրամաբանության մեջ, որովհետեւ այդ դիտակետը բացակայում է այս պատմության մեջ որպես այդպիսին։ Վրաստանի իշխանությունների որոշումը դե ակնհայտ է, ինչի հետ է կապված իրենք հայտարարություն են տարածել։ Ադրբեջանը ենթադրում եմ, որ իրենք հղում են անում այն բանաձևերին, որոնք ընդունվել են Եվրոպական խորհրդարանի կողմից, եւ մենք շատ շնորհակալ ենք թե որպես ամբողջություն այդ ինստիտուտին, այդ կառույցին եւ թե անհատ պատգամավորներին, որոնք թե պատերազմի ժամանակ, թե դրան հաջորդող շրջանում, թե բլոկադայի ժամանակ ուշադրության կենտրոնում էին պահում եւ առնվազն բանաձևերի մակարդակով հնչեցնում էին, թե ինչ փոխհարաբերություն է Ադրբեջանը Եվրոպական խորհրդարանի հետ այս համատեքստում ունենում, գիտեք, ես չեմ մեկնաբանի, որովհետեւ մենք խոսում ենք մի երկրի մասին, դե լավ որ ԵԽԽՎ-ի օրինակը բերել էիք գնամ այդ ուղղությամբ։ 70-ից ավել ԵԽԽՎ-ի պատգամավորների persona non grata է հայտարարել, հասկանում եք, իրանք իմ խորին համոզմամբ արդեն անցել են անդառնալիության կետը, աշխարհում խիստ կասկածում եմ, որ կա որևէ երկիր, որը համարում է Ադրբեջանը դեմոկրատական, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրադրությունը եւ էներգետիկ ռեսուրսների հետ կապված իրողությունները, ցավալիորեն որոշ միջազգային կառույցներ եւ որոշ եվրոպական պաշտոնյաներ հանդուրժում են Ադրբեջանի կողմից խայտառակ հակաժողովրդավարական, հակամարտկային, մարդու իրավունքների դեմ ուղղված գործողությունները, չեն տալիս դրանց անուններ, որոնք տրամաբանական կլինեին, ուստի այստեղ մեկնաբանելու շատ քիչ բան կա։ Եվրոպական խորհրդարանին այդ բանաձևերի համար ես շատ շնորհակալ եմ, գործընկերներիս, ովքեր դա նախաձեռնել են տասնապատիկ, հարյուրապատիկ անգամ ավելի շատ, եւ դուք գիտեք, որ ես դիմել էի Հայաստանում ԵՄ դեսպան Մարագոսին խնդրանքով կազմակերպել Բաքվում ԵՄ դեսպանի այցելությունը հումանիտար տեսանկյունից որպիսությունը տեղեկանալու մեր տղաների, մեր հայրենակիցների, մի քանի օր առաջ եմ հանդիպել դեսպանի հետ, երեք այդ հարցը քննարկել ենք մեր գործընկերների հետ Եվրոպական խորհրդարանի, շատ բարդ է, իրականում շատ բարդ է, չեմ ուզենա հանկարծ որևէ մեկի մոտ հույս առաջացնել, բայց ամենայն դեպս փորձում ենք, աշխատում ենք։ Ադրբեջանի դիրքորոշումը պայմանավորված է նաեւ նրանով, որ Euronest-ը որպես կազմակերպայրավական ձև, որպես հարթակ, կարծում եմ, որ մոտ ժամանակում վերափոխումների կենթարկվի, հաշվի առնելով անդամ երկրների կարգավիճակները եւ հարաբերությունների տարբերությունները Եվրամիության հետ, ուստի Ադրբեջանը սա օգտագործել է հերթական անգամ իրենց որևէ իրականության հետ կապ չունեցող օրակարգը առաջ մղելու, բայց ինձ այստեղ ուրիշ բան է հետաքրքրում։ Լավ, հասկացանք Եվրոպական խորհրդարանի հանդեպ ինչ է արել, բայց Հայաստանի Հանրապետության կառավարիչը, որը այդ նույնը ասել է, ինքն է այդ հնարավորությունը տվել Ադրբեջանին այդպիսի բաներ ասելու, խոսելու ինչ որ տարածքային ամբողջականությունից, ներկայացնելու իր ինքնորոշման կոնֆլիկտը տարածքային կոնֆլիկտի տրամաբանության մեջ ու այսպես շարունակ, այնպես որ այլ դերակատարներից բողոքելուց առաջ մենք հիշենք ամեն դեպքում, որ այդ լեզուն Ադրբեջանի բերանը Նիկոլ Փաշինյանն է դրել։